Հայաստանի Հանրապետության անկախության դարեդարձին առիթով դարձյալ հավաքված ենք Բուրչամուտի մարզադաշտեն ներս, որպեսզի մեր ապրումներուն համար ներշնչում գտնելով մեր զավակներուն հիշեցնենք, թե 6 տարերուս Տուրգուտենե ետք 108 տարիներ առաջ Սարդարաբադի Ղարաքիլիսեի ու Փաշապարանի հերոսամարտերով ի վերջո հայոց պատմության ողբերգական ընթացքը փոխվեցավ ու հայ ժողովուրդը հաջողեցավ իր սեփական հողին վրա ազատորեն ու արժանապատիվ ձևով ապրելու իր կամքը հռչակել։ Հարկանք մայիս 28-ի հրաշքին եւ հարկանք բոլոր այն քաջերուն, որոնք զեննիցերին հերոսապար մարտնչելով Հայաստանի ազատության բակինին ընծայեցին իրենց կյանքը։ Հարկանք Արամ Մանուկյանի գերբարով այն հսկաներուն, որոնք հայոց ցեղասպանության արհավիրքներեն յետ գաղթականներով ու որբերով շրջապատված խեղճուկ Հայաստանի պայմաններում մեջ գրցան անկախ պետականություն կերտել։ Հարկանք նաև այն լուսավոր դեմքերուն, որոնք վիթխարի աշխատանքով հայության կյանքեն ներս գոյութենական շրջադարձ իրականացուցին եւ այդպիսով մեր ազգային հարադեվության ընթացքը ապահովեցին։ Սիրելիներ, երբեմն պատմության դիմաց կանգ առնելով խորհրդածելը էական է մասնավորապես մեզի համար, որպեսզի մենք կարենանք ճաշնալ մեր բարդականություններուն եւ իրավունքներուն սահմանները եւ զգալ, թե հայրենիքը միայն անցյալ չէ, այլ մեր ազգի բաղբան ու ապագայի հեռանկարներուն հենարանը։ Այսօր բոլորս գիտենք, թե մեր ժողովրդին դիմաց բարձվող հորիզոնին գույները այնքան ալբայձար չեն։ Արտարև աշխարհաքաղաքական դիղմերու մեջ խրած հայրենի իշխանությունները աղետներու թադերապեմ դարձուցին հայության կյանքը։ Այսօր թեև Հայաստանի Հանրապետությունը կա, Արցախի կորուստով սակայն Հայաստանի անկախության հիմքերն ալ սկսած են դադանիլ։ Հայաստանը սփյուռք հարաբերություններու մեջ բացված են խրամատներ։ Հայրենի հողին վրա վտանգված է մեր հոգևոր կյանքը ու կասկածի առարգադարձած նաև մեր պատմությունն ու մեր ինքնության վերաբերող ամեն արժեք։ Այո, կփորձեն մեզ համոզել, որ մեր ազգային ճամփան եղած է սխալ, մեր տավանանքը եղած է խորտ, մեր հայրենասիրությունը մոլություն եւ մեր գործը ապարդյուն ու անհետ։ Հայաստանը, սիրելիներ, գրնա մեր կարևորությունը ընդունել կամ մերժել։ Մենք ամեն տեղ ու ամեն ժամանակ կշարունակենք հռչակել, թե մեր սրտի մեջ Հայաստանեն ավելի թանկագին բան չկա։ Մենք մեծամասամբ ծնած ու սնած օդար հողի վրա եւ օդար երթիկներու տակ չեն կորսնցուցած մեր ազգային ապրումներն ու ոգին, չեն խաթարած մեր ինքնությունը ու չեն հրաժարած մեր ժողովրդի լուսեղեն երազներեն, այլ կյանքի ամենալավ ու ամենադակնաբալի բահերուն եղած ենք ու կմնանք Հայաստանի կողքին, կգործենք Հայաստանի վերելքին համար, գոգևորվենք անոր արձանագրած հաջողություններով եւ կդակնաբինք ամոր դիմակրաված դժվարություններով։ Ներկա
մշուշաբատ պայմանները մեր ժողովրդին գիտակցությունը բեք չէ խափանեն, մեր եկեղեցիներուն, մեր դպրոցներուն, մեր գազագերբություններուն ու կառույցներուն ջամփով, այլև մեր տուներեն ներս եւ համայնական կյանքի պայմաններում մեջ պետք է պայքարենք բոլոր ճակատներուն վրա եւ բոլոր այն ուժերուն դեմ, որոնք կճանան մեր ժողովրդի հոգին շեղել ու մեր գորովը սպարել։ Եվ պետք է սիրելիներ աղոթենք, որպեսզի մեր ունեցած նանջներուն հաջորդեն նոր ու դեպող հաղթանակներ։ Պետք է աղոթենք, որպեսզի այության կյանքեն ներս նվիրում ու գորով ունեցող կաչեր հայտնվին, որոնք կրնան պաշտպանել եւ դարձյալ ընդարձակել Հայաստանի սահմանները ու մեր կյանքեն ներս զսպել օդարացումի վտանգը։ Հավետ գեցե ազատ անկախ Հայաստանը, գեցեն Լիբանանն ու Լիբանանայությունը եւ իր արենուշ ու սկադական պաղանքներով գեցե հոմենտմենի մեծ ու աշխարհասփյուր ընտանիքը։ Շնորհակալություն։